Ողջուններս բոլորիդ սիրելիներ, on-line-ի ժողովուրդ եւ այստեղի նստած իմ սիրելի ժողովուրդ։ Այսօր եւս մեկ անգամ ուզում եմ խոսքը սկսել Աստվածաշնչից, ինչպես միշտ, եւ ուզում եմ կարևորագույնս կարտալ Դավթի Սաղմոս 2-ից 62 համարը, որտեղ որ նշված է այսպես. Հիրավի խորհուրդ են անում, որ իր բարձրությունից վայր գցեն նրան, հավանում են ստության, իրանց բերանով նոշտնում են, բայց իրանց սրտումն անիծում, ով իմ անձը, մենակ լուր մտիկ տուր Աստծուն, որովհետև նրանից է իմ հույսը, հիրավի որ նա է իմ վեմը եւ իմ փրկությունը, իմ ապավենը, ես չեմ շարժվի, Աստծո մոտ է իմ փրկությունը եւ փառքը, իմ զորության վեմն ու իմ պատիվը ապավենը Աստծո մոտ է։ Հուսացեք նրան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցեք ձեր սրտերը նրա առաջին, Աստված մեր ապավենն է։ Ընդհանրապես սիրելիս, Աստվածաշունչը ասում է թափեցեք ձեր սրտերը նրա առաջին, ինչ է նշանակում դա։ Երբևիցե լսել ես Հոբի պատմությունը, թե ինչպես էր Հոբը բողոքարկում Աստծո դեմ, Աստծո հանդեպ, թե ինչու Աստված նրան այդ օրը հասցրեց։ Ընդհանրապես մեր կյանքում շատ նորմալ է կարելի ասել, երբ որ մենք այնպիսի վիճակների մեջ ենք ապրում եւ մեր սրտերը ամեն տեսակ թափում ենք Աստծո առաջ։ Մեր բարկությունը, մեր կյանքի ապրած ամեն մի դժվար պահերը մենք կարող ենք թափել միայն Աստծո առաջ։ Ես ուզում եմ ասել, որ հիշեցնել, որ իմ կյանքում եղավ մեծ փորձություններ, որ ես հասկացա մեկ կարևոր բան, միայն Աստծո առաջ սիրելիս, դու կարող ես ծնկես եւ ասես Տիրոջը, Տեր, սա է իմ ցավը, եւ դու իմ ցավը շուտով կամոքես, եւ սա շատ կարևոր է սիրելներ։ Ինչու, որովհետև վերջնականապես հասկանում ենք, որ ուր էլ որ գնանք, ում հետ էլ որ զրուցենք, ով էլ որ մեր հոգիների եւ սիրտը ամոքի, Սուրբ հոգու նման ոչ ոք չի կարող քեզ դառնալ հույս եւ ամոքի քո հոգին եւ սիրտը, այնպես որ դու կարող ես սիրելիս քո սիրտը հանգիստ թափես քո Աստծո առաջ, ինչպես ասում է Դավիթ թագավորը։ Այսօրվա մեր խոսքը, սիրելիներ, վերնագրված է Աստվածաշնչյան հույս։ Եվ մենք կհասկանանք շուտով, թե այն ինչ է նշանակում, եւ մինչ հասկանալս ուզում եմ մի փոքր ձեզ տեղեկատվություն տամ, որ խոսքի վերջում ֆիլմի հղումը, Պոլիկարպ ֆիլմի հղումը կտեղադրվի տեսանյութի հետ։ Եվ ուզում եմ, որ այս ֆիլմը, որի անունն է Պոլիկարպ, որը եղել է Հովհաննես Առաքյալի աշակերտը, եւ այս Պոլիկարպ անձը այնպիսի մի կյանք է ապրել, որ ես անպայման ուզում եմ ամեն կերպ, որ դու նայես այն ֆիլմը եւ հասկանաս, թե իրականում ինչ է նշանակում քո կյանքում եւ ինչ է նշանակում նրա կյանքում Աստվածաշնչյան հույսը։ Եվ ես հույս ունեմ, որ դու այն կդիտես խոսքից հետո։ Եվ այսպես սիրելիներ, մինչդեռ որ կսկսեմ խոսքը, ուզում եմ Տիրոջս երկրպագել։ Տեսնեմ քեզ ինչպես
չպաշտեմ քեզ ու հենց այնպես չասեմ դու կաս որ քեզ սիրեմ դերս այնպես ինչպես սիրում ես Տերը դու ես որ միր ինձով Տեր հզոր Պաշտամունքս դու ես հիմա Աղաչում եմ գիշեր ու զոր Որ ազատ ես կյանքից ունայն Որ մտքերս բախտորվեն Չամեկոցվի սիրտս տկա Որը տրտմության թմրության մեջ Չլինեմ քեզ անհնազան Թող փրկության հազար խոսքը Հոգուս խորքում գցի արման ու ծառ դառնա բեռնավորվի Բադուղներով իր կենարա Սրտիրում զրթրի Անարգանքի անոտնեսի Աստվածային քո ճոխության Քեզ արաժանի վայրաչության ու երբ հանկարծ դու հայտնվես Քո գանության այն մածորում Չվախնամ ու չամաչեմ Ուրախանամ որպես որդի Ախ երանի գրկես դու ինձ Սեղմես կրծքի տանարժանի Արնաս գիրկըտ տանս հրու Ատմիշտ կեզ է հավարժություն Արնաս գիրկըտ տանս հրու Ատմիշտ կեզ է հավարժություն Հույս, սիրելիս, այն էլ աստվածաշնչյան հույս։ Երբևիցե լսել ես այս բառակապակցությունը, որ աշխարհի մեջ արտաբերվում է, աշխարհը ասում է, հույսը ամենավերջում է մահանում, լսել ես այդ, լսած կլինես սիրելիս, հույսը ընդհանրապես երբեք չի մահանում։ Ես ասեմ, որ դու հասկացած լինես քո մեջ եւ ըմբռնես, որ այն հույսը, որը կոչվեց աստվածաշնչյան հույս, այն մեզ տալիս է հույս, որ մենք հուսանք այն հույսին, որը հավիտյանս հավիտենից կենթանի է, եւ մենք այսօր կհասկանանք, թե ով է նա, ինչ է նա եւ ինչումն է այս բանը։ Եվ հույսը մեզ տալիս է որոշակի սպասումներ, գիտեք սիրելիներ, որոշակի սպասումներ ապագայի եւ այն ավելի բարձր եւ սպասված է մեր կյանքում հույսը, սպասված պիտի լինի, քան թե մեր ընդհանրապես ապագայի ամեն մի ցանկություններն ու սպասումները։ Հավատացյալ անձ, ես նորից կրկնում եմ, հույսը քո կյանքում
ամենասպասվածը պիտի լինի, քան թե ամեն մի քո ապագայի ցանկությունները, պլանները, որոշումները, ծրագրերը եւ ինչու։ Հիմա ես ուզում եմ կարդալ Եբրայեցիս 11-րդ գլուխը եւ հասկանանք իրանից ինչ է ընդհանրապես նշանակում հույս Աստվածը։ Եբրայեցիս այսպես է ասում Պողոս առաքյալը։ Ուզում եմ, որ դուք հասկանաս, հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը եւ չերևացող բաների ապացույցն է։ Ինչ է հավատքը։ Նորից կրկնում եմ, հուսացած բաների հաստատություն է։ Այսինքն այն բանը, որ դու հույս ունես, հուսացած ես, հավատքը նրա հաստատությունն է։ Ես մի փոքր ուզում եմ ծամել եւ դնել քո բերանը, որովհետեւ մի փոքր կարող է մենք այս բառերը ճիշտ չըմբռնենք։ Եվ ասում է, եւ չերևացող բաների ապացույցն է։ Այն հույսը եւ հավատքը ինքը չերևացող է, եւ ապացույցն է այն չերևացող բաների սիրելիս, որովհետեւ նրանով առաջինները վկայություն ընդունեցին, ինչով հավատքով։ Հավատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստծո խոսքով հաստատվեցան։ Դու ընդհանրապես կարող ես առանց հավատքի իմանալ, ինչպես է հաստատվել, չի ասում Աստվածաշունչ աշխարհքը, աշխարհքները։ Որ չերևողներից են այս տեսանողները եղան։ Ընդդուպ ասեմ ձեզ սիրելիներ, ամեն ինչ այս ինչ որ դու տեսնում ես, զգում ես, շոշափում ես, հպվում ես, այն ստեղծվել է չտեսնվողից, չշոշափողից աշխարհը, մատերիան, այսպես ասեմ, հա։ Աստվածաշնչյան հույսը մարդու մեջ ներշնչում է։ Միշտ ասեմ, այն դուք հասկանաս շատ շուտով, ինչ է ներշնչում, ամենաառաջինը համբերություն։ Աստվածաշնչյան հույսը, հիշիր, հույսը քո մեջ ներշնչում է համբերություն, այն վկայությունը հույսի եւ համբերության դառնում է մեծն հիմք քո կյանքում, հիմք, որի կառույցն է Աստծո խոստմունքը, հույսը դառնում է հիմք, որի կառույցն է, հույսի կառույցն է Աստծո խոստմունքը, մեզ հայտնված Աստծո խոսքով, հեռու մի գնա։ Եթե դու հույս ես փնտրում, դու պիտի վերցնես Աստծո խոսքը քո ձեռքը։ Եթե դու փնտրում ես Աստվածաշնչյան հավատարմություն, հավատք ճշմարտություն, ապա դու պիտի բռնես Աստվածաշնչյան խոսքը եւ խոստմունքը։ Խոստմունքն է մեզ հաստատում, որ որոշակի ժամանակներ անց մենք կհասնենք այն հավատարիմի գիրկը, այն Քրիստոսի գիրկը, որի գիրկը բացված է ամեն մեկ ոշտու զավակի դուստրի համար։ Սա հույս է, մարդիկ, այն մենք այսօր չենք տեսնում, այն մենք այսօր չենք զգում, բայց գալու է այն պահը, որ մենք տեսանելիորեն պիտի գքվենք Տիրոջ գրքի մեջ, եւ սա կոչվում է հույս, եւ այն անտեսանելի է, սա կոչվում է հավատք, եւ այն անշոշափելի է։ Եվ սրա կարևորությունը տալիս է մեզ ամեն ժամանակ հույսը, ուշադրությունը մեզ դարձնում Աստծո խոսքի վրա։ Հռոմեացիս 8-րդ գլուխը ասում է այսպես. 24-25-ն եմ կաշտում։ Որովհետև հուսով փրկվեցանք, բայց հույսը, որ տեսնվում է, հույս չէ, վասենզի այն բանը, որ մեկը տեսնում է, էլ ինչպես կհուսա, հասկանում է սիրելիս, վասենզի այն բանը, որ մեկը տեսնում է, էլ ինչով կհուսա։ Սիրելիս, քեզ բարձ բան ասեմ, ես տեսնում եմ այս ամբիոնը, որ ես ունեմ, ես ինչպես կարող եմ հուսալ այս ամբիոնի վրա, եթե ես այն ունեմ ու տեսնում եմ։ Ես կհուսամ այն ժամանակ, դեռ որ ես այն չունեմ եւ չեմ տեսնում, չէ՞։ Հույս ունեմ, որ մեկ օր կտեսնեմ եւ կզգամ եւ կաշխատեմ եւ կքարոզեմ այս ամբիոնից։ Հասկանում եք, հույսը նույնն է, մարդիկ։ Վասենզի այն բանը, որ մեկը տեսնում է, ինչպես կհուսա, բայց եթե այն որ չենք տեսնում, նրան հույս ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։ Եթե դու հույս ունես, համբերությամբ կսպասես նրան, իսկ եթե դու հույս չունես, ապա համբերության մասին ընդհանրապես կարող ես մոռանալ։ Խոսքը, ինչպես նաև հույսը, այն խարիսխի պես մի բան է, որը մեզ պաշտպանում է կյանքի ամեն մի դժվարություններից։ Ես ասեմ քեզ մի փոքր օրինակ։
Մեր կյանքում հավատացյալ մարդկանց կյանքում կատարվում են շատ տարօրինակ բաներ մարդիկ։ Սատանան ասեմ ձեզ քնած չէ, եթե դու մի փոքր փորձում ես այն ցանկապատը քանդել Քրիստոսի այրունով ցանկապատված, դու կտեսնես անմիջապես թե ինչպես օծը սատանան քեզ պատրաստ կանգնած կգծի։ Եվ այն դժվարությունները, որ մենք այդ բանից հետո տանում ենք, մի փոքր օրինակ, Դավիթ թագավորը, երբ որ նա 3 տեղ շնացավ, գողացավ եւ սպանեց, նա մի ամբողջ կյանք ապրեց փորձություններ, նրա կյանքում փորձությունները չվերացան, եւ նա ասում էր իր կյանքում 70 տարեկան խորը ծերություն։ Դու կարող ես ինձ բացատրել, թե ինչ է նշանակում 70 տարեկանում խորը ծերություն։ Ես խորը ծերությունը հասկանում եմ 90-ում, 80-ում, 95-ում, 100-ում, բայց 70-ում խորը ծերություն, եւ այս Դավիթ թագավորը, քանի որ նա միաժամանակ ապրեց 3 ամենամեծ մեղքեր Աստվածաշնչի մեջ, նա ասում է շնացավ, գողացավ եւ սպանեց։ Մենք գիտենք, եթե դու գիտես Դավիթի կյանքը, կհասկանաս ինչի մասին եմ ես այստեղից խոսում։ Եվ այս Դավիթ թագավորը ինքը պաշտպանված չէր, որովհետև սատանայի նետերը գալիս էին ու գալիս էին, թեպետ Աստված նրա կյանքը պաշտպանեց։ Ուզում եմ ասել, որ մենք շատերս ենք այսօր Դավիթ թագավորի նման մեղանչում։ Կարող է դու չես շնանում, բան չունեմ ասելու, բայց կարող է դու ստում ես, կարող է դու չես ստում, կամ ինչ-որ ուրիշ բան ես դու գործում, դա կապ չունի։ Դու բացեցիր ցանկապատը, որ փակ պիտի մնար Քրիստոսի այրունով, եւ այն ժամ օծը քեզ կծելու է։ Եվ այսպես սիրելիս, այս դժվարություններից անգամ, եթե օծը մեզ խայթում է եւ մենք աշտեն տառապալից ուզում ենք հասկանանք, թե ինչպես վարվենք Հիսուս, ինչպես անենք, որ այս փորձությունները մեր կյանքից վերանա, այն ժամ դու ունես մի շատ կարևորագույնս բան՝ հույս։ Դու ծնկում ես Աստծո առաջ, դու ասում ես Տեր Հիսուս, դու ես իմ հույսը, դու իմ վրայից կվերցնես այս անեծքը, որովհետև ես զղջացել եմ, հասկացել եմ, որ մեղք եմ գործել, եւ ամեն ինչ, որ մեր կյանքում հավատքի կյանքում կատարվում է, սիրելիս, ուրիշ ոչ մի կերպ այն չի կարող կատարվել։ Ինչ էլ ուզում ես արա, եթե դու չունենաս այն աստվածաշնչյան, այն երկնային աստվածային հույսը քո մեջ, դու հավատացյալ կոչվելու իրավունք չես կարող ունենալ, որովհետև ես նորից կրկնում եմ, ինչ ես կարծում մարդ։ Ես այստեղ կանգնած եմ, քարոզում եմ քեզ խոսքը, որն է իմ հույսը։ Ինչ ես կարծում դու։ Ես ունեմ հույս։ Ինչու համար եմ ես այստեղ կանգնած։ Ինչու համար եմ ես իմ կյանքը նվիրել այս ամբիոնին, Քրիստոսին։ Հույսի համար։ Որովհետև գիտեմ մեկ օր պիտի գրգախառնվեմ իմ Տիրոջը եւ իմ Տերը ինձ պիտի ասի դուստրս, ես քեզ տվեցի այն արծաթե քարից, մեկ քարը, որը ինչ որ մեկը տարավ հողի մեջ պահեց, փաթաթեց թաշկինակի մեջ եւ վերջին օրը հանձնեց այն Տիրոջը ծառան, բայց Տիրոջ առաջ ես կարող եմ ասեմ մի շատ կարևոր բան, հույս, ասեմ Տեր, այն մեկը, որ դու ինձ վստահեցիր, ես այն չթաքցրեցի հողի մեջ, այն ես դրեցի ի գործն եւ այն մեկը դարձրեցի 2, 2-ը դարձրեցի 4 եւ 4-ը դարձրեցի 8։ Այսպես է մեր կյանքերը, սիրելիներ, հույսն է մեզ։ Եթե ես հույս չունենամ, իմ այստեղ կանգնելը բացարձակապես անիմաստ է, սիրելիներ։ Եթե ես չունենամ, որ դու այսօր խոսքը կլսես, ուից հետո քո հոգին ու սիրտը կփոխվի սրանով, այս խոսքով, ապա ես ինչու համար եմ այստեղ կանգնած։ Ես հույս ունեմ, որ գեթ մեկ հոգի, սիրելիս մեկ հոգի կլինես դա դու, թե կլինի այն յութուբյան հավատացյալներից ինչ որ մեկը նայողը, եթե նրա կյանքը փոխվեց, ապա իմ հույսը, որ ես երբեք չեմ տեսել, ես չգիտեմ ով ես դու, բայց օրից մի օր Տեր ինձ ցույց կտա։ Եվ սա է հույսը, անշոշափելի, աննկատելի, բայց բաղձալի է նա։ Հույսի հիմքը այն ասոբնավորության Քրիստոսի, ինչպես նաև նրա խոսքի մեջ է, որն էլ հայտնությունն է մեր կյանքերում, որ Աստված մեզ հայտնել է։ Այն խոսքն է, այն խոսքն է, հույսը այն խոսքն է, խոսքը այն խարիսխն է։ Եթե դու այն խոսքը խարիսխի պես ունես, գցել ես ծովի հատակում, ուրեմն այն քեզ կտա հույս, որ երբևիցե քո նավակը չի խորտակվի փոթորիկների եւ քամիների մեջ։ Սա է կարևոր, որ մենք հասկանանք։ Խոսքը, սիրելիներ, մեզ ցույց է տալիս, որ Աստված նաև
Հայր Աստված նաև անցյալում է եղել միշտ։ Նայեք, մարդիկ ասում են անցյալում, երբ որ կարդում ենք հին ուխտը, ինչ դաժան պատմություններ ենք կարդում, որոշակի մարդիկ ասում են Աստված նաև գենոցիդ է արել։ Սիրելիս, մի րոպե, մի պա, երբ որ դու այդ բառը քո մեջ կարտաբերես, դու կհասկանաս մի շատ կարևոր բան, կարդալով Աստվածաշունչը հին ուխտը, տասնյակ անգամներ, մեկը դեռ քիչ է քեզ համար, որպեսզի դու հասկանաս, թե ինչու Աստված այդպես էր վարվում մարդկանց մեղքերի հետ։ Եվ այստեղ խոսքը մեր ցույց է տալիս, որ Աստված նաև անցյալում է, միշտ եղել մարդկանց հանդեպ նվիրված։ Աստված երբեք չի բնաջնջել ոչ մի անհատի, մինչդեռ որ նա տասնյակ անգամներ չի խրատել, չի հասկացրել, չի պատմել իր մարգարեներով խոսքը, հանդիմանել, նոր վերջում Աստված պատժել է մարդուն։ Եվ Աստված եղել է նվիրված, առաջինը, երկրորդը Աստված միշտ եղել է հավատարիմ, ասում է հավատարիմի հետ, դու հավատարիմ ես, ծուռի հետ դու ծռվում ես, ինչպիսին է Աստված, քո կարծիքով դու կարող ես լինես ծուռ ոմն մեկը և կարծում ես Աստված քեզ հետ կարող է այնքան հավատարիմ գտնվել, ոչ սիրելիս, ես դեռ հին ուխտի Աստծո մասին եմ խոսում։ Եվ հին ուխտում ամբողջ ժամանակների մեջ, երբ որ դու կարդում ես, ես ինքս զարմանում եմ, թե ինչպես է նվիրված եղել Աստված իր Իսրայել ազգին, թե ինչպես նվիրված է եղել նա նաև հեթանոսներին։ Դուք հիշում եք Ելից գիրքը, կներեք Հեսուի գիրքը, այնտեղ ինչ կատարվեց, երբ որ այն Հեսուն և ընկերներով գնացել էին լրտեսելու, այն քանիները և այն պոռնիկ Ռախաբը այն լրտեսներին իր մոտ տարավ և պահեց, և թույլ չտվեց, որ նրանց վնասեին, ինչ կատարվեց այդ Ռախաբի կյանքում, ասում է ոչ թե Աստված փրկեց միայն Ռախաբի կյանքը, այլ ամբողջ նրա ընտանիքի ազգի և ցեղի, անգամ նրա տունը պարիսպների վրա էր կառուցված, չփլուզվեց, այսպիսին է Աստված։ Աստված հավատարիմ է նաև հեթանոսի հետ, եթե այդ հեթանոս մարդը հասկանում է, թե ով է Աստված։ Եվ այս Ռախաբ պոռնիկն ասում էր, ես գիտեմ, որ Աստված երեկովը ձեզ է տալու։ Մենք հալվում ենք, մեր ծնկները դողում է։ Եվ այսպիսով, սիրելիներ, Աստված այնքան նվիրված և հավատարիմ է, տալով մարդկությանը ինչ ազատագրում, որն է դա։ Ազատագրում պատերազմներից, ազատագրում հիվանդություններից, Աստված տալիս է ինչ փրկություն մարդուն։ Փրկում է ամեն մի իրավիճակներից, երբևիցե քո կյանքում եղել է մի իրավիճակ, որ դու այդ պահին դու խնդրել ես Տիրոջն, ասել ես Տեր, խնդրում եմ, եթե դու կաս, այս իրավիճակը ինձանից վերցրու, և Աստված միանգամից ասել է քո կյանքում, այսպիսին է քո Տեր Աստվածը, և միաժամանակ տալիս է նաև բժշկություն։ Հիմա թե դու կհասկանաս քո հոգևոր բժշկության մասին, թե դու կհասկանաս քո մարմնի բժշկության մասին, դա կապ չունի, սիրելիս, ասեմ քեզ, մարմնի բժշկությունը սկսվում է հոգու բժշկությունից։ Մի սպասիր բժշկություն մարմնիդ, մինչդեռ որ քո հոգին Աստծո առջև բժշկված չէ։ Հույսը, հույսի հիմքը այն մեր համբերության և հույսի այն նոր ուխտն է։ Հույսի հիմքը, նորից եմ կրկնում, մեր համբերության հույսի նոր ուխտն է։ Մենք ասում ենք հին ուխտում Աստված վարվել է այսպես, և նոր ուխտում առավել ևս, սիրելիներ, Աստված տվեց ամեն մեկ մարդու, անկախ ամեն ինչից ով է այդ մարդը, փրկություն։ Աստված աչար Աստված չէ, Աստված այնքան անաչար Աստված է, որ նա ամեն մեկին տալիս է փրկություն, ով էլ ուզում ես եղիր։ Եվ այսպես Քրիստոսի միջոցով հայտնվեց մեզ Աստծո ծրագիրը փրկության նրա հետ հաղորդ լինելու։ Գիտես որն է հաղորդ լինելը։ Երբ որ մենք հաղորդություն ենք ընդունում, երբ որ մենք ընդունում ենք այն Քրիստոսի այրան և հացի խորհուրդը, մարմնի խորհուրդը, դա կոչվում է հաղորդ ենք լինում նրա մարմնին, նրա այրանը։ Այստեղ հաղորդությունը ավելի շատ փոխհարաբերության մասին է, որ մենք փոխհարաբերվում ենք Աստծո հետ։ Եթե ինչ որ մեկին ես հարցնում եմ, ասում եմ, շաբաթվա մեջ, քանի անգամներ ես դու հաղորդ Տիրոջ հետ, օրինակ ինչ կասեիր դու, 1 անգամ, 2 անգամ, քո 24 ժամը, ամեն երեկո, ամեն առավոտ, օրվա մեջ քանի անգամներ։ Սա փոխհարաբերության
Ընդհանրապես չափն է եւ քանակն է, որ մենք պետք է հասկանանք, թե մենք ինչպես ենք ջրերի մեջ լող տալիս։ Եզեկիելի մեջ գրված է մի շատ կարևոր բան, ասում է, նա գնաց ջրերի մեջ եւ ջրերը բռնեց մինչեւ նրա գարշապարը։ Դու կարող ես ջրերի մեջ այնքան գնալ, որ ջրերը ընդհանրապես ծածկեն քո գարշապարը։ Դու գիտես որն է քո կրունկները։ Եվ դու կարող ես ջրերի մեջ այնքան գնալ, խոսքի մեջ նկատի ունեմ, որ այդ ջրերը քեզ ծածկեն մինչև քո ծնկները։ Դու կարող ես ջրերի մեջ այնքան գնալ, որ այդ ջրերը ծածկեն քեզ, ընդհանրապես բացարձակապես, որ դու այլևս չկարողանաս կանգնել ջրերի մեջ։ Եվ այն ժամանակ դու պիտի ջրերի մեջ լող տաս։ Եվ սա իրական քրիստոնյայի հավատացյալի պաշտամունքն է, փոխհարաբերությունն է, երբ որ նա այլևս չի կարողանում կանգնել, հասկանում ես։ Դու այս խորհուրդը հասկանում ես, այս խորհուրդը հենց հիմա ինձ Տերը տվեց, հենց այս վայրկյանին, որ այդ հավատացյալը այլևս չի կարողանում կանգ առնել, հասկացար դա։ Նաշտեն կամա թե ակամա պիտի լող տա ջրերի մեջ, որովհետև ջրեր արդեն ծածկել են նրան։ Սիրելիս, սա է իրական հավատացյալի կյանքը։ Կաշտում եմ Հովանեսի ավետարան, կներեք առաջին Հովանեսի թղթերը առաջին թուղթը 3-րդ գլուխ։ Յոթն ու 8, առաջին Հովանես 3-րդ գլուխ 7-8-ն եմ կաշտում։ Մանկունք, ոչ ոք ձեզ չխապե։ Նա, որ աշտարություն է անում, աշտար է, ինչպես նա էլ աշտար է, այսինքն Տերը, եւ նա, որ մեղք է անում, սատանայիցն է, որովհետեւ սատանան հենց սկզբից մեղանչում է, նրա համար հայտնվեցավ Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդե։ Ասում է, նա, որ մեղք է անում, սատանայիցն է։ Սիրելի, սա մի յուր օրինակ, ասեմ թե տարօրինակ գրվածք է այստեղ, այսինքն մի րոպե տեր, երբ որ ես ստեմ, մեղք գործեմ, ուրեմն ես սատանայիցն եմ, մի րոպե, 24 ժամ ես ծառայում եմ քեզ, պաշտում եմ քեզ, գեթ մեկ անգամ, որ ես մեղանչեմ, սատանայիցն եմ, այո։ Հիշում եք նա Պետրոսին ինչ ասեց։ Ասեց, ետիս գնաս սատանա, դու աշխարհի գործերն ես ավելի շատ նայում, քան հոգևորը։ Միշտ հիշիր, սիրելիս, Աստվածաշունչը մեզ ասում է, որ ամբողջ քո կյանքը դու ուզում ես աշտար ապրած լինես, եթե գեթ մեկ անգամ մեղանչեցիր Աստծո դեմ, քո ամբողջ այդ տարիների աշտարությունը ջնջվելու է։ Դու կարող ես մի մեղավոր մարդ լինես, հանցավոր քո կյանքի մեջ մեղք գործած, տասնյակ տարիներ մեղքի մեջ թաղված ոմն մեկը լինես, երբ որ դու ապաշխարես եւ Քրիստոսին դառնաս, մեղք չգործես, ամբողջ քո կյանքի անցյալ տարիների մեղքերը կջնջվեն։ Եվ ասում է, հազարավոր կիլոմետրեր այդ մեղքերը կջնջվեն։ Հիմա ինչ ենք մենք հասկանում, որ եթե մեղք ենք գործում, ուրեմն սատանայիցն ենք, որովհետև ասում է սատանան, ի սկզբանե էր մեղանչում, իսկ դու ինչ ես կարծում, ի սկզբանե շատ սուրբ ես եղել։ Որքան նման ենք մենք սատանային, սիրելիս, որքան նման է մեր էությունը սատանային, պարզ կարող եմ քեզ ասել։ Երբ որ Հիսուսը Պետրոսին աշակերտներին բացատրում էր, որ ինձ պիտի թքեն եւ մրեն, ինձ պիտի ծեծեն, ինձ պիտի նախատեն, ինձ պիտի խաչեն, եւ երրորդ օրը ես հարություն պիտի առնեմ, Պետրոսը քաշեց կողքի Հիսուսին եւ ասաց. «Քավ լիցի Տեր, դա քեզ չլինի»։ Ինչպես կարող է դա քեզ լինել, դու թակավոր ես այս երկրի վրա, դու եկել ես այս երկիրը թակավորելու, ինչպես կարող է քեզ աշխարհը խաչ անել։ Եվ այդ ժամանակ այո, Պետրոսն էլ սատանա կոչվեց, իսկ Հուդա Իսկարովտացին ով էր նա։ Բացատրեմ քեզ, 3 տարուկես քայլեց Հիսուսի կողքով, բայց Հիսուս Քրիստոսն ասեց, նրան էլ ասեց սատանա։ Հիմա հասկանում ես, թե որքան կարևոր է հասկանալ, որ Աստծո որդին եկավ աշխարհ, որպեսզի փչացնի սատանայի գործերը, որն է դա։ Որն է դա, Քրիստոսը պիտի փչացնի այդ գործերը, որ մենք կարողանանք այս սատանայական վիճակներից դուրս գալ եւ գալ Աստծո աշտարության խոսքի ներքո։ Հիսուս Քրիստոսը, երբ որ հանում էր դևերին մարդկային մարմնի միջից, սիրելիներ, ես ուզում եմ, որ նա հասկանաք, թե ինչու էր նա այդ ամեն ինչը դեմոնստրատիվ անում։ Դուք երբևիցե կարդացել եք, թե ինչպես էր նա մարդկային էակների միջից դևերը հանում։
Սա Հիսուս Քրիստոսը դեմոնստրացնում էր, սա ցույց էր տալիս Տերը, որ նա իշխանություն ունի սատանայի վրա։ Նա գործում էր այն հատուկ դեմոնստրատիվ կերպով։ Երբեք Հիսուս Քրիստոսը ոչ մի դև չհանեց անկյունում, ինչ որ շինության մի անկյունում, որ ոչ մեկ չտեսնեին։ Այս բժշկությունները դևերը հանելը նա մարդկության դեմ էր անում։ Եթե հիշում եք այն ժամանակ, երբ որ հայրը տղային բերեց եւ ասեց, տղաս ասեց փրփրոտվում է, դիվահարվում է եւ ամբողջ մանկությունից կրակն է ընկել, ջուրն է ընկել, որ շատ է մականացու դեպքեր կատարվել եւ քո աշակերտները չկարողացան այն դևերը հանել։ Եվ Հիսուս Քրիստոսը այդ ժամանակ խոսում էր հոր հետ, այդ երեխայի հոր հետ, որպեսզի մարդկություն հավաքվեր, որ նա կարողանար դեմոնստրատիվ ցույց տար թե մարդուն, թե սատանային, որ դու քո տեղը ունես։ Եվ հանում էր նրանց ցույց էր դնում, ի ցույցն էր դնում սատանային նա, որ դու պարտված ես, ես եմ այստեղ գլխավորը, ես եմ Աստծո որդին, ես եմ միակը, ով իշխանություն ունի դևերի եւ սատանայի վրա։ Քրիստոսը իր մահով եւ հարությունով, նայեք, ինքը կարող էր դևեր հանել, բայց ինքը, քանի որ դեռ երկրի վրա էր Տեր Հիսուս Քրիստոսը, նա չէր կարողացել դեռ սատանայի իշխանությունը բացարձակապես ոչնչացնել, ինչու, որովհետև նրան սպասվում էր դեռ խաչի մահ։ Քրիստոսը վերջնականապես խաչի վրա, վերջնականապես սատանայի ամեն մի գործ ծրագրերը խապանեց խաչի վրա։ Այժմ նա դևեր էր հանում, բայց երբ որ նա մահով իր հարությունով հարվածեց սատանայի իշխանությանը եւ թագավորությանը, Հայտնության գրքի մեջ գրված է. մինչ այդ ժամանակ սատանան դեռ ապրել է երկնքում։ Հիշում եք Հոբի պատմությունը, ասում է նման էր գալիս երկրի վրա, գնում էր երկինք Աստծո մոտ եւ հարց ու փորձ էր անում, բայց հենց որ Քրիստոսը իր հոգին ավանդեց Աստծո գիրկը, այդ պահից սկսած Սուրբ Գիրքն ասում է, որ սատանան երկնքից ինչ արվեց, վայնետվեց։ Ասում է նրան տեղ չգտնվեցավ երկնքում։ Եվ այսպես ինչ եմ ես ուզում սրանով ասել։ Օրինակ, հարց եմ տալիս, ինչպես կարող ենք մենք հաղթել սատանային։ Ինչպես կարող ենք մենք հաղթել հիվանդությունները։ Ինչպես կարող ենք մենք հաղթել մեր մարդկային էության, այն բնավորության գծերը, որ Աստծուն հաճոյ չէ։ Ունենք բնավորության կին սիրելիներ, ես էլ ունեմ։ Ես էլ ունեմ շատ բաներ, որ դա Աստծուն հաճոյ չէ։ Ինչպես։ Ասեմ քեզ, պիտի մահանաս եւ պիտի վերածնվես։ Որն է դա։ Որն է դա։ Առաջնահերթ մարդիկ մենք մեր եսը պիտի խաչենք։ Հիսուսը չի ասել, որ դու խաչվիր, քո եսը պիտի խաչենք եւ մեզանից կծնվի մի նոր էություն, վերածնունդ, որը կգա Սուրբ Հոգուց է, որը կգա երկնքից է, մենք կծնվենք վերևից, Աստծո Հոգուց է, եւ այն ժամանակ մենք հաղթություն եւ իշխանություն կունենանք ում սատանայի վրա, ինչպես Հիսուս Քրիստոսը։ Առաջին Պետրոս առաջի գլուխ։ Երեկից 5։ Օշտնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենտանի հույսը։ Ինչ արեց։ Վերստին ծնեց դեպի ինչը։ Հույսը, կենտանի։ Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով է դեպի այն անեղծ եւ անարատ եւ անթարամ ժառանգությունը, որ երկնքում պահված է ձեզ համար։ Սիրելիներ, երկրավոր չէ, մոռացիր։ Այն պահված է երկնքում։ Որ Աստծո զորությամբ պահպանվում է հավատքով դեպի պատրաստված փրկությունը, որ հայտնվելու էր հետին ժամանակումը, այն պատրաստված է, այն պահված է երկնքումը, որը պիտի հայտնվի երբ հետին ժամանակումը։ Բայց մինչդեռ որ այն հետին ժամանակները մեր վրա կգան, մենք հիմա ապրում ենք ներկա ժամանակների մեջ, եւ ներկա ժամանակների մեջ մեզ պետք է կենտանի հույս, որ դու կարողանաս Սուրբ Հոգու միջոցով ձեռք բերել իշխանություն, օծություն եւ զորություն։ Որն է դա։ Ես ուզում եմ մի փոքր օրինակ բերել Պետրոսից, երբ որ Պետրոս այն ժամանակ աշակերտում էր Հիսուսին։ Հիշում եք ինչպես 3 անգամ ուրացավ։ Ինչու ուրացավ Պետրոսը։
Ինչու, որովհետև նրա մեջ դեռ Սուրբ Հոգին բնակված չէր, նրա կողքին էր բնակվում Տեր Հիսուս Քրիստոսը, եւ Սուրբ Հոգու բնակությունը նրա մեջ չկար, եւ Պետրոսը այնքան տկար էր, չէ՞ որ Աստվածաշունչը ասում է, Հոգին ասում է, Հոգին ուժեղ է, բայց մարմինը տկար, եւ Պետրոսի մեջ այս մարմնի տկարությունը թույլ տվեց, որ ինքը Տիրոջը ուրանար իր վախերի պատճառով։ Սիրելիս, երբեք ես չեմ կասկածել, որ Պետրոսը սիրել է Տիրոջը, բայց Պետրոսը վախեցավ, եւ ինչու եմ ուզում ասել, նոր վերածնունդի մեջ, երբ որ մենք Սուրբ Հոգովը կստանանք օծություն, զորություն եւ իշխանություն, եւ այն Պենտեկոստեի օրը թափվեց աշակերտների վրա, եթե հիշում եք, Գործկարագելոցի մեջ գրված է այն, եւ այն իշխանությունը, այն Սուրբ Հոգու զորությունը, երբ որ թափվեց նրանց վրա, Պետրոս առաքյալը ելավ կանգնեց եւ սկսեց անվախորեն քարոզել։ Հասկանում եք տարբերությունը ունենալ Սուրբ Հոգին եւ չունենալ Սուրբ Հոգին։ Եթե դու Սուրբ Հոգին չունես, դու ընդամենը կարող ես լինես ոմն մեկը, ով որ Տիրոջը 3 անգամ կուրանա, դու կարող ես Տիրոջն արդեն 13 անգամ ես ուրացել, բայց երբ որ դու ունես, ուշադիր եղիր, Սուրբ Հոգին քո մեջ, ինչ է կատարվում։ Դու ուրանում ես քեզ։ Դու ուրանում ես քեզ, սիրելիս։ Դու այդ Սուրբ Հոգու զորությունով ու ներկայությունով առաջնահերթ ուրանում ես ինքդ քեզ, որպեսզի դու կարողանաս իշխանություն ձեռք բերել սատանային գրողի ծոցը ուղարկելու։ Սա է։ Հույսի մեծ կարևորություն այն նաև Աստծո խոսքն է, լսեցիր, որ Աստված մարգարեների, առաքյալների, աշակերտների, ավետարանիչների բերանով հասցրել է մեզ այն, սիրելիներ։ Աստծո խոսքն է կարևորությունը, հույսի մեծն հիմքը։ Դու երբեք առանց Աստծո խոսքի չես կարող հույս ձեռք բերել, որ հենց ինք Աստծո խոսքն է, որ մենք ձեռք ենք բերում ըստ Աստվածաշնչի խոսքի, Աստծո խոսքի, որ մեզ 6000 տարիներ շարունակ հասու է դարձել։ Քանի որ երբ որ մենք ասում ենք, դու ասում ես Աստծո խոսք, օրինակ ինչ ես հասկանում դու դրա մեջ։ Հարց եմ տալիս քեզ։ Գիտես ինչ եմ ես հասկանում Աստծո խոսքով։ Երբ որ ասում եմ Աստծո խոսք, հիշեք, առաջի հին ուխտի առաջի գլուխը, առաջի մինչև երրորդ խոսքը, ինչ ասեց Տերը, եւ ասում է, երկիրը անձև էր եւ խմուտ էր եւ խավար, եւ Աստծո հոգին շրջում էր, ասում է, ջրերի վրայով, եւ Աստված ասեց լույս լինի, եւ լույս եղավ։ Սա Աստծո խոսքն էր, Աստվածաշունչը ասում է, եւ Աստված ասեց։ Երբ որ Աստված ասում է, սա նրա խոսքն է, Աստված ասեց լույս լինի եւ լույս եղավ։ Այս անձինք, այս ամեն մի մարդիկ, ովքեր որ մեզ բերեցին հասցրեցին, իսկ 6000 տարիներ շարունակ եւ ավելին կարող եմ ասել, ամբողջ Աստվածաշունչը սիրելիներ, ինչ Քրիստոս եւ Քրիստոսից հետո ինչ այսօր, նրանք Սուրբ Հոգով ներշնչված են եղել։ Հավատում ես, որ դու ոչ մի մարդ առանց Սուրբ Հոգու ներշնչվածությամբ չի կարող Աստծո մեջ անգամ մեկ քայլ անել։ Հավատում ես դու դա։ Չի կարող։ Եթե անկեղծ ասում եմ քեզ, ուղղակի վկայում եմ քեզ, եթե Սուրբ Հոգին ես չհանձնեմ իմ էությունը որպես մի անոթ ծառայելու նրան, եթե Սուրբ Հոգին իմ բերանը չվերցրեց եւ չխոսեց, այն բառերը ինչը գրված է եւ հայրուրավոր բառեր, որոնք որ գրված չեն, խոսում են այն բերանով։ Իսկ եթե Սուրբ Հոգին այստեղ չեղավ, դու ընդամենը կտեսնես, թե ինչպես է Անահիտի լեզուն կապ ընկնում եւ կանգնում եւ մոլորված, չկարողանալով երկու բառ, երկու նախադասություն իրար կապել։ Դու կհասկանաս օծություն կա թե չկա, դու կհասկանաս Սուրբ Հոգի կա թե չկա, դու կհասկանաս այն մարդու մեջ, ով էլ ուզում է նա լինի քարոզիչ, Սուրբ Հոգով է քարոզվում, թե ուղակի մարդկայնորեն։ Ես քեզ կարող եմ այնքան քարոզներ տալ մարդկայնորեն, բայց այն Սուրբ Հոգու օծությունով երբեք չի լինի։ Եվ այս անձինք Սուրբ Հոգով ներշնչված գրեցին այն խոսքը, որ ուզում էր Աստված հայտնել իր զավակներին, սիրելիս աշխարհին, այո, ես համաձայն եմ, որ Աստված տվեց Աստվածաշունչը աշխարհի համար, ամեն մեկ մարդու համար, բայց ցավոք սրտի, Աստվածաշունչը, Աստծո խոսքը, հույսը ունեն Աստծո զավակները,
դեռևս։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 14-17 Տիմոթեոսին այսպես է ասում Պողոս առաքյալը, Սուրբ Հոգով ներշնչված այս խոսքը գրվել է, բայց դու հաստատ կաց նրանցում, որ սովորեցիր եւ հավատացիր, ինչ արեցիր։ Հաստատ կաց նրանցում, որ սովորեցիր եւ հավատացիր։ Եվ գիտենալով թե ումից սովորեցիր, եւ որ մանկությունից Սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել, փրկության համար այն հավատքի ձեռով, որ Քրիստոս Հիսուսումն է, ամեն գիրք Աստվածաշունչ են, այն ժամանակ սիրելիներ մագաղատներ են եղել, այս 66 գրքերը, եւ ասում է ամեն գիրք Աստվածաշունչ են եւ օգտակար վարդապետության, հանդիմանության, ուղղելու, արտարության խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված, ինչ լինի Աստծո մարդը։ Ոչ մի գրականություն սիրելներ, ես կարծեմ այս քարոզել եմ եք անգամ շատ սկզբում, բայց ուզում եմ սա եւս շեշտել, աշխարհի տակ ոչ մի գրականություն այսքան փորձություններ չի անցել, որ անցել է Սուրբ Գիրքը։ Սուրբ Գիրքը արդեն իսկ 6000 տարիներ անցնում է փորձություններ, նրան փորձում են վերացնել, նրան փորձում են փոխել, գրառումները փոխել։ Ես այս վերջի ժամանակները այնքան թարգմանություններ փորձեցի կաշտալ եւ հասկացա, որ ամեն մի նորագույն նորաոճ թարգմանությունները մեզ տանում է ավելի խլացնում է Աստվածաշնչյան խոսքի ձայնը, քան երբևիցե նա եղել է։ Եվ ես փառք եմ տալիս Աստծուն, որ տանը ունեմ մի Աստվածաշունչ հին Արարատից գրված, որը եղել է իմ մանկության Աստվածաշունչը, եւ այս վերջին օրերին ես բացեցի ասի տեսնեմ Տեր, որ թվականի 1800 թվականի թարգմանություն էր այն, եւ ես Տիրոջս փառք տվեցի եւ ուրախացա, որ ես այն ունեմ սիրելներ, ինչու՞։ Որովհետեւ այնքան բաներ են փոխվում, այնքան ստորագետներ, եթե դու խոսքի սկզբում կամ վերջում մի ստորագետ ես փոխում, կամ դնում ես մի միջագետ կամ մի բազմագետ, աշտեն այդ խոսքը վերածվում է մեկ ուրիշ խոսքի։ Նայեք, Հովհաննես Ավետարանի սկզբում գրված է, Աստված է, չէ, գրված է, ինչպես է գրված, ես ուզում եմ մի պակաշ տամ սիրելիներ, կներեք ինձ խոսքից դուրս, բայց որպեսզի դու հասկանաս, թե ինչքան տարբերություն կա մեր կյանքում ճշմարիտ Աստվածաշունչը հասկանալու։ Եվ այստեղ գրված է այսպես. Սկզբում ներ բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր։ Նայեք, եւ բանն ասում է Աստծո մոտ էր այն բանը, եւ այդ բանը Աստված էր։ Ուրիշ թարգմանությունների մեջ գրված է, որ սկզբում ներ բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ Աստվածն էր այդ բանը։ Հասկանում եք։ Նայեք, երբ որ մենք Աստված եւ բանը ուղղակի տեղերն ենք փոխում, դուք ուշադիր եղեք, ամեն մի Աստվածաշնչի մեջ, որ գրված էր եւ Աստվածն էր խոսքը կամ բանը, դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոս չի եղել երբեք։ Մոռացիր։ Երբ որ Աստվածաշնչի մեջ այսպես է թարգմանված եւ բանն Աստված էր, այլ Աստված էր բանը, նշանակում է այս խոսքը Հիսուս Քրիստոսի մասին չէ, բայց երբ որ կարկաշտում ենք, որ եւ բանն Աստված էր, դա նշանակում է այն տվյալ մեծատար բանը, ով Հիսուս Քրիստոսն էր, նա նաեւ Աստված էր։ Հիմա նայեք մոլորությունը որտեղից է գալիս։ Մեկ բառի տեղափոխությունը կարող է մարդուն մոլորեցնել, որ Հիսուս Քրիստոս չկա։ Սրանք փորձություններ են, որ Աստվածաշունչը անցել է, անցնում է եւ դեռ պիտի անցնի մինչ Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ոչ մի գրականություն չի կարողացել հաղթահարել այսքան հարձակումներ եւ կրել վնասներ, որը հաղթահարել է Սուրբ Գիրքը։ Գիտեք, Սուրբ Գիրքը գոյ է։ Աշխարհի մեջ չկա այնպիսի գրականություն, որ նա 6000 տարի գոյ լինի։ Դուք ասես Կորանը, դուք ասես Բուդաների գիրքը,
Դուք ասես ինչ որ հինդուների գրվածքը, ոչ սիրելներ, այդ ամեն ինչ թվարկեցի դա եղել է Քրիստոսից հետո սկսվել է, իսկ Աստվածաշունչը ծննդոցից սկսած, որ Մովսեսը ինքը իր ձեռքով է գրեին 5 գրքերը, մենք հասկանում ենք, թե ինչպես Աստված ստեղծեց երկիրը, ով էին առաջին մարդը, ինչպես մեղանչեց Ադամն ու Եվան, եւ այսպես 6000 տարիների փորձը մեզ ցույց է տալիս, որ միակ աշխարհի տակ գտնվող գիրքն է եւ գրականությունն է, որ երբևիցե պահպանվել է մինչ այսօր։ Սա ուղղակի գերազանց պատմություն է սիրնել։ Ես ուղղակի հիանում եմ, որ կա մի գիրք, որ 6000 տարիներ, շուտով 7000 տարիներ ինքը հնավուրց է։ Մինչև այսօր կատարվում է նրանում գրված բոլոր մաշկարիական խոսքը եւ ամեն մի խոստմունք, որ Աստված գրել է նրա մեջ։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ։ Կաշտում եմ 19-ից 21-ը։ Ձեզ համար, ասում է հենց ինքը Հիսուս Քրիստոսը, գանձեր մի դիզեք երկրիս վրա, ուր որ ցեցը եւ ժանգը ապականում են, եւ ուր որ գողերը պատծակում են եւ գողանում, բայց ձեզ համար գանձեր դիզեցեք երկնքումը, ուր ոչ ցեց եւ ոչ ժանգ չեն ապականում, եւ ուր որ գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում, որովհետեւ ինչտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը։ Որտեղ է քո սիրտը։ Որն է քո գանձը։ Ես ասեմ քեզ, սիրելիս, իմ սիրտը այստեղ է։ Սրա արանքներում տարերի շարքերի բառերի եւ իմ գանձը հենց ինքը Աստվածաշունչն է, որին ես գտել եմ, որը ես ոչ մի հեշտությամբ երբևիցե իմ ձեռքից վայր չեմ դնի։ Դու կարող ես ասել, դե ինչ կա դրա մեջ կա կյանք։ Ես ասեցի, որ Աստվածաշնչյան հույս կա նրա մեջ, հույսը, որ երբեք չի մահանում։ Եվ քո հույսը մարդկային էակային պիտի պտտվի Աստծո, Քրիստոսի եւ նրա խոսքի շուրջ։ Լսեցիր, որտեղ պիտի պտտվի քո հույսը։ Չէ, քո հույսը քո ամուսինը չէ։ Քո հույսը քո հարստությունը չէ։ Քո հույսը քո տարածքները չեն, որտեղ քո ծառերը բնության պտուղներ են քեզ բերում, որ դու ուտես եւ կշտանաս։ Քո հույսը որտեղ պիտի պտտվի։ Աստծո, Քրիստոսի եւ նրա խոսքի շուրջ այն պիտի պտտվի։ Ինչ է նշանակում այն։ Այն նշանակում է, որ Աստծով տրված շնորհը, ողորմությունը, բարությունը, գուտը այն դարձավ մեզ համար հույս հաղթահարելու այս աշխարհում դժվարությունը, տանջանքները եւ տագնապները։ Այո, նորից կրկնում եմ, մենք հաղթահարում ենք, սիրելիս, ուրիշ ոչ մի կերպ, ոչ մի բարվոք մեկ մարդ չի կարող քեզ ասել, դե, սիրելիս, մի տանջվիր, վաղ ամեն ինչ լավ կլինի, սա կարող է քեզ միայն ասել հույսը։ Քո միջից նա խոսում է, նա սիրալիր կերպով միշտ քո մեջ ասում է, որ դուստրս, զավակս, ես քեզ հետ եմ։ Երբեք թող այն չկոտրվի։ Դու լսել ես անկոտրում հավատք եւ անկոտրում հույսի մասին։ Ջոն Բիվերն ունի այսպիսի մի գիրք։ Շատ կարևոր է հասկանալ մարդիկ, թե ինչ է նշանակում այն, եւ Երեմիա մարգարեն 17-րդ գլխում գրել է այսպես. 14-ից 18-ն եմ կարդում։ Ասում է Երեմիան. ինձ բժշկիր ով Տեր, եւ ես կբժշկվեմ։ Ինչ հույս է սա։ Ասում է ինձ բժշկիր, եւ ես կբժշկվեմ, փրկիր ինձ, եւ ես կփրկվեմ, որովհետեւ իմ պարծանքը դու ես։ Ահա նրանք ինձ ասում են. ուր է Տիրոջ խոսքը, թող մեկ գա, բայց ես չքաշվեցա քո ետևից հովիվ լինելուց, եւ ձախորդ օրվա չեմ բաղծացել, դու գիտես, իմ շրթունքներից դուրս եկածը քո դիմաց առաջինն էր, ինձ համար ահավիրք մի լինիր, իմ ապավենը դու ես չար օրը, թող ամաչեն ինձ հալածողները, իսկ ես պիտի չամաչեմ, թող նրանք զարհուրեն, իսկ ես պիտի չզարհուրեմ, նրանց վրա չար օր բեր, եւ երկպատու
պատիկ կոտորածով կոտորիր նրանց։ Ինչ է, որն էր այս Երեմիա մաշկարեի հույսը, ամենաշատ տանջված մաշկարեն է սա եղել, մարդիկ։ Այս Երեմիա մաշկարեին ինչ ասես, որ չարեցին հրյաները, որովհետև նա քարոզում էր խոսքը շատ պարզ ու ստույգ, առանց վախենալու ամեն ինչ արեցին նրա հետ։ Քանի անգամներ փորձեցին սպանել, բայց նա ասում էր. եթե դու ինձ բժշկես, ես կբժշկվեմ, եւ սա մի մեծատար հույս կար նրա մեջ, որ գիտեր, եթե Տերը բժշկի հիվանդ մարդ, եթե դու քո մեջ հույս ունես եւ հավատում ես, հավատք ունես, որ Տերը կարող է քեզ հպվել ու բժշկել, ապա դու կբժշկվես առանց մի խտրականությամբ։ Ինչու կարող է քո կողքինը բժշկվել, իսկ դու ոչ։ Հարց տվել ես ինքդ քեզ։ Ինչու կարող է քո կողքինդ պարարտվել, իսկ դու ոչ։ Քո մեջ գցիր եւ բռնիր մի պա, թե դու ինչպես ես ապրում։ Արդյոք դու ապրում ես Աստծո խոսքի մեջ։ Արդյոք քո կյանքիդ օրվա 24 ժամը չի դարձել արհեստական բանականությունը, որը որ սատանայիցն է։ Ուր է խոսքը, ուր է Աստվածաշունչը, ուր է քո հույսը։ Հույսը այն մեկ բանն է, որ մենք ունենք, որ մեկ օր այն երկրավոր ցավին վերջ է դնելու, հասկանում ես սիրելիս։ Ես ուսացած եմ, իմ ամբողջ մարմնի անդամները դեռ բժշկված չեն, դեռ ես ունեմ խնդիրներ, բայց ես հույս ունեմ, հավատում եմ, որ մեկ օր նրանք կբժշկվեն։ Ես արդեն հավատացած եմ, որ բժշկված եմ, անկախ իմ ցավերից դեռ։ Հույսով լցված հավատում ենք, որ Աստված կաճեցնի եւ կզարգացնի մեր տկարացած հոգիները։ Սա հույս է։ Դու հավատում ես։ Հավատում ես դրան, որ Աստված քո մեջ կդնի մեծահոգություն, որպեսզի դու աճես հոգով։ Եվ ետ աճ ունենաս մարմնով։ Հույսով լցված հավատում ենք, որ Աստված մեր համար կբացի հավիտենական փրկության դռները։ Դու հույս ունես դրանում։ Դու հավատում ես, որ մեկ օր այն դուռը քո առջև կբացվի։ Հույսը, որ մեր հավատքն է այն տալիս է հնարավորություն ապրելու մեր հավիտենական տներում, այն տալիս է հնարավորություն այն հույսը, որ ես այսօր մտածում եմ եւ ասում եմ, Տեր, ինչպիսին է կյանքը երկնքում։ Արդյոք ես այնտեղ տուն պիտի ունենամ։ Արդյոք ես այնտեղ, բայց ինչ կարևոր է դա, պիտի ունենամ, թե պիտի չունենամ, քանի որ Տիրոջ գիրկն է իմ տունը, քանի որ նրա գիրկն է իմ ազատությունը եւ իմ հավիտենությունը, դա ինչ կապ ունի։ Մեզ պետք է արդյոք երկնքում տուն ունենալ, եթե մենք հրեշտակների պես պիտի սավառնենք։ Եթե երկնքում անձրև չի գալիս, եթե երկնքում կարկուտ չկա, եթե այնտեղ միայն լույս է Հիսուսին կտերը Քրիստոսն է, մենք տան պատի կարիք եւ կարոտ ունենք, ոչ, այսինքն ես հույս ունեմ։ Այն գալիք աշխարհում, որ իմ Տիրոջ գիրկն է դառնալու իմ տունը, Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ։ Մեկից 5-ն եմ կաշտում։ Ասում է այսպես Պողոս առաքյալը, գեղեցիկ խոսքեր, որովհետև գիտենք, որ եթե մեր վրանի երկրավոր շինվածքը քանդվի, Աստվածանից մի շինվածք ունենք, անձեռագործ մի տուն, որ հավիտենական է երկնքում է։ Եվ հենց սրանում հառաչում ենք, ցանկանալով հագնել մեր այն բնակությունը, որ երկնքիցն է, միայն թե երբ որ այն հագնենք, մերկ չգտնվենք, որովհետև մենք այս վրանի տակ լինողներս հառաչում ենք, ծանրությունը կրելով, որ չենք կամենում հանվել, մինչև որ դու կհագնես նորը, դու պիտի հանվես եւ չհառաչես հանվելու մասին, որ չենք կամենում հանվել, այլ այն սրա վրա հագնել, որ մականացուն կյանքի մեջ ընկղմվի, բայց այս բաները մեզ հաջողվել տվողը Աստված է, որ հոգու գրավն էլ տվավ մեզ։ Այս հաջողողը քեզ Աստվածն է եւ ինչն էր հոգու գրավը, որ տվավ մեզ։ Դու գիտես այն Քրիստոսն էր,
թափված այրունն էր, այն հոգու գրավն էր մեզ, նրա այրունը մեր համար դարձավ մեր հոգու գրավը, գրավականը։ Այն ժամանակ հույսը կկոչվի հրաշագործ, որով ամեն մեկ Աստծո զավակ կտեսնի Հիսուս Քրիստոսին այնպիսին, ինչպիսին որ նա կա։ Դու ուզում ես նրան տեսնել այնպիսին, ինչպիսին որ կա։ Դու ուզում ես նրան տեսնել այնպես, ինչպես որ դու հիմա ինձ ես տեսնում կամ քո կողքինին։ Ես ուզում եմ։ Ես ուզում եմ։ Բայց ոչ այսօր, բայց ոչ վաղը։ Սիրելիներ, դեռ պիտի խոսք քարոզվի։ Հիսուս Քրիստոսին տեսնելը այն մեզ տալու է, հասցնելու է վերջնակետին, այն մեզ այլևս, երբ որ մեր աչքերը ստույգ կարողացավ տեսնել Քրիստոսի ով լինելը, այն ժամ արդեն դժվար է լինելու ապաշխարությունը երկրի վրա։ Դրա համար եկեք մի փոքր կարողանանք ապաշխարենք եւ այն կույսերի նման չքնանանք, չմրապենք, որպիսի Փեսայի գալու ժամանակին աշտուն լինենք, որ կարողանանք նրան տեսնել։ Հույսը, ով մեզ հուսացնում է ստանալ արժանի պատասխան։ Հույսը այն արժանի պատասխանը մեզ տվողն է, որը որ մեզ տալիս է պատասխանը մեր ջանքերի ցուցաբերած հիմքի վրա, որ մենք ցույց ենք տվել այն մարդկանց եւ Աստծուն, որն է այն ջանքերը մարդիկ։ Մենք ջանք ենք թափում, որ հավատացյալ ենք դառնում։ Հենց այնպես դու հավատացյալ չես կարող դառնալ, սիրելիս։ Ասում է, եթե ուզում ես այդ ճանապարհը գնաս, մի տեղի գցի եւ բռնիր, արդյոք դու կկարողանաս այն մղոնները հաղթել, որովհետեւ սերմնացանի առակային պիսին է, որ մեկ պարաշտ հող կար, որի մեջ սերմը ընդունեց եւ պարաշտվեց, մնացած 3-ը նրանք թույլ չտվեցին։ Սա ընդհանրապես մեզ հասանելի պիտի դառնա, որ այնքան էլ հեշտ չէ ուղղակի հավատացյալ լինել եւ այնքան էլ դյուրին չէ հավատացյալ խաղալ։ Մենք կրակետ ենք խաղանում, մենք չենք կարող խաղալ հավատացյալ։ Մենք չենք կարող ուղղակի դերասանի դիմակը հավատացյալի գցել մեր վրա եւ ասել՝ «Օ, գիտես թե ես ոչ կամ սուրբ հավատացյալ եմ»։ Ոչ, մեր սրբությունը Աստված է տեսնում է մեր հավատքով, հույսի հիմքի վրա կառուցված այն գործերով, որը որ մենք ցանկանում ենք տալ Աստծուն եւ նաեւ մարդկանց։ Հովհաննեսի ավետարան 6-րդ գլուխ 45-ից 48 Գրված է մաշկարեների մեջ, թե ամենքն Աստվածանից սովորած կլինեն։ Աշտ ամեն ով որ հորիցը լսում է, սովորում է, գալիս է ինձ մոտ, ասեց Հիսուսը։ Հորիցը ինչ ես լսում, դու սովորում ու գնում Հիսուսի մոտ։ Ինչ։ Աստծո խոսք, Աստվածաշունչ, այո։ Իբր չէ թե մեկը տեսել է հորը, բայց միայն նա, որ Աստվածանից է, նա տեսել է հորը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ասեց Հիսուս, ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի, ես եմ կյանքի հացը։ Հուսացած ենք հույսով հավիտենական կյանքի համար։ Հուսացած ես դու եղբայրս, քույրս։ Հուսացած ես դու հույսով։ Ես հուսացած եմ։ Ես գիտեմ, որ ունեմ հավիտենական կյանք, ինչու։ Որովհետև հույսը դարձել է իմ կյանքի հիմքը եւ շինությունը դարձել է իմ կյանքի Աստծո խոսքը։ Եվ այն դու ձեռք կբերես վստահելով, հնազանդելով Քրիստոսին, միայն այս դեպքում։ Դու չես կարող այն ուրիշ կերպ ձեռք բերել, սիրելիս։ Դու չես կարող այս հավիտենականությունը ձեռք բերել, ուղղակի ապրելով քո աշխարհիկ կյանքով, մտածելով դե այսօր ապրեմ, որ վաղը պիտի մեռնեմ, ինչ որ որոշակի բաներ ես իմ կյանքից բաց կթողնեմ, եթե չապրեմ այնպես, ինչպես որ կապրեմ, ասեմ քեզ, կորցնելու ես հավիտենականությունը։ Իսկ եթե հույսով լեցված ապրես Աստվածային հույսի ներքո, Աստվածային սրբության ներքո, որը որ դժվար չէ, մարդիկ, այն այնքան հեշտ է։
Այնքան հեշտ է չմեղանչել սիրելներ, այնքան հեշտ է, եթե անգամ դու մեղանչում ես եւ քո ներքուստ քո ներքին ձայնը Սուրբ Օգուտային ասում է, զավակս դու մեղանչեցիր, սա հարիշ չէ քո հավատքի կյանքին, եւ դու ծնկում ես, զղջում ես եւ ներողություն ես Տերից խնդրում եւ ասում ես թող քո այրունդ մաքրի ամենի մաղթեղությունը, սա է հավատքի կյանքը, սա է հնազանդությունը Քրիստոսի։ Շուտով վերջացնում եմ։ Հովհաննեսի 17 գլուխ 3-8 Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչենք քեզ միայն ճշմարիտ Աստված եւ նրան, որ ուղարկեցիր Հիսուսին Քրիստոսին։ Ինչն էր հավիտենական կյանքը? Ճանաչել սիրելիս, հավիտենական կյանքը ճանաչել Հիսուսին Քրիստոսին եւ միակ Աստծուն։ Ես քեզ փառավորեցի երկրի վրա, ասում է Տերը, այն գործը կատարեցի, որ տվիր ինձ որ անեմ, եւ հիմա փառավորիր ինձ դու հայր քեզ մոտ այն փառքովը, որ աշխարհի լինելուց առաջ ունեի քեզ մոտ։ Փառավորեցի, ինչ է ասում Հիսուսը, ես քեզ փառավորեցի այս աշխարհում, հիմա էլ դու փառավորիր ինձ այն փառքով, որ ունեցել եմ այս աշխարհը գալուց առաջ, իսկ ինչ ես կարծում, դու փառք ունեցել ես մինչև այս աշխարհը գալուց առաջ, ունեցել ես, փառավորիր Տիրոջը սիրելիս եւ Աստված այն փառքը կտա, որ մենք կաշտացինք Սաղմոս 2-ի մեջ, 62-րդ Սաղմոսը կարող ես կարդալ ընդհանրապես ամբողջովին եւ կհասկանաս թե որքան փառք եւ պատիվ քեզ կտա Աստված եւ որ դու ինքդ փառավորես Հիսուս Քրիստոսին եւ Աստծուն։ Քո լինելուց առաջ ունեի քեզ մոտ, քո անունը հայտնեցի այն մարդկանցը, որ աշխարհքիցը տվիր ինձ, քոնն էին եւ ինձ տվիր նրանց, եւ քո խոսքը պահեցին։ Հիմա իմացան, որ այն ամենը, որ ինձ տվիր քեզանից է, որովհետև այն խոսքը, որ ինձ տվիր, սիրելիս, ես նրանց տվի, եւ նրանք ընդունեցին, եւ ճշմարտությամբ իմացան, որ քեզանից դուրս եկա, եւ հավատացին, թե դու ուղարկեցիր ինձ։ Չկրկնեմ, հուսով եմ հասկացար, ինչի մասին է խոսքը։ Ընդունեցին խոսքը եւ ճշմարտությանը հավատացին։ Ինչ է նշանակում սա։ Պիտի կարողանաս սկզբից ընդունել խոսքը, սիրտը քո սիրելիս պիտի ընդունող սիրտ լինի։ Եթե քո սիրտը եղավ ընդունող սիրտ, կընդունի խոսքը, որպեսզի հավատաս այդ սուի խոսքին։ Եթե քո սիրտը ընդունող չեղավ, այն խոսքը ընդունել չի կարող եւ այն հավատալ էլ չի կարող։ Իսկ պիտի կարողանաս հավատալ, որպեսզի քո սիրտը կարողանա ընդունի այդ խոսքը։ Եթե չհավատացիր, չես կարող ընդունել այն խոսքը։ Այս բոլորի ղեկում նստած է հույսը։ Ես ասել եմ ղեկ։ Միևնույն է, ով էլ ուզում ես եղիր, ղեկի վրա նստած է Հիսուս Քրիստոսը։ Ինչպիսին էլ ուզում ես ապրիր, դա ոչինչ չի փոխելու, դա նրա ղեկը նրա ձեռքի չի վերցնելու։ Քո ապստամբ սիրտը չի տանելու նրան, որ դու կարողանաս Քրիստոսի ձեռքից նրա ղեկը վերցնես։ Քո մոլորված ճանապարհները, քայլերը, որ դու մոլորության մեջ ես լինելով հավատացյալ, դա երբեք չի նշանակում, որ դու կարողանալու ես մի փոքր ասուն շողը քորտելով նրա ձեռքից ղեկը վերցնես։ Դեռ դու պիտի խաչվես, հարություն առնես, որպեսզի դու կարողանաս ինչ որ մեկից ինչ որ մի ղեկ վերցնես։ Այն ղեկը Քրիստոսի ձեռքերի վրա է սիրելիս։ Դու հասկանում ես ինչ է արել նա։ Եթե հասկանայիր, սա շատ մի գեղեցիկ բան կլիներ։ Նստած է հույսը, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Իսկ ինչպես են մարդիկ ապրել։ Սիրելիս, ես քեզ ուզում եմ որպես մի տեղեկատվություն ասել, կարծեմ սկզբից ասեցի, եթե չեմ շփոթվում այդ ֆիլմի մասին, ուզում եմ որ դու հասկանաս, թե ինչպիսին էր այս Պոլիկարպի հույսը, այս անձի հույսը, ինչպիսին նա ապրեց Քրիստոսով, ինչպիսին նա նահատակվեց Քրիստոսով։ Ես ուզում եմ որ դու հասկանաս, դեռ քեզ քո շուրջը կրակ չեն վառել եւ կենթանի այրել քեզ։
Հույսը նա էր, որ այն մարդը, որին որ կենթանի այրեցին, եւ որ այն հռովմիական թագավոր ասում էր, ես քեզ կենթանի կայրեմ։ Նա ասեց, այո, կարող է։ Իմ մարմինը 1 ժամի չափով այրվի, բայց ասեց կա դժոխք, որը հավիտյանս հավիտենից այրում է, վառում է եւ չի դատարում։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, ովքեր էին այս մարդիկ, որ այսքան ճանապարհներն անցան եւ ինչու անցան։ Եվ ինչն էր նրանց անցնելու ճանապարհը, մարդիկ։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, այս մարդիկ կները արտահայտությանս հիմար էին։ Հարց եմ տալիս քեզ, հավատացյալ մոլորված մարդ։ Հիմար էին նրանք, կաշվեհան եղան, սղոցվեցան, վառվեցին, կեշատվեցան։ Տեսել ես երբևիցե «Յոյ էշտաս» ֆիլմը, բացիր նայիր, իրականություն է, թե ինչպես են հավատացյալներին կենդանիների բերանն ուղարկել։ Դու հասկանում ես, որ այս մարդիկ ուղղակի դատարկաբարոջ գնացին կենդանիների բերանը։ Նրանք ունեին մի կարևոր բան, նրանք ունեին հույս իրենցում։ Հույս, որ երբ որ մարմնից դուրս կգան, նրանք կտեսնեն Հիսուսին։ Ուզում եմ վերջինս կաշտալսագրված չէ, ուղղակի հետևիր ինձ, մի փոքր երկարաճիք է նա, բայց պիտի կաշտամ, որովհետև չեմ կարծում ինձ հետ դու կբացես իմ ասածով եւ կկաշտաս Եբրայեցիս 11 գլուխը։ 24-ից 40 եմ կաշտում։ Ասում է. Հավատքով Մովսեսը երբ որ մեծացավ, չկամեցավ Փարավոնի աղջկա որդի կոչվել, ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե միաժամանակ մեղքի զվարճություն ունենալ, ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատինքը լսեցիր, ավելի մեծ հարստություն ինչը Քրիստոսի նախատինքը, համբերելով եգիպտացիների հարուստ գանձերիցը, որովհետև աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը, հավատքով թողեց նա Եգիպտոսը, չվախենալով թագավորի բարկությունիցը, որովհետև համբերեց անտեսանելուն տեսնողի պես, հավատքով արավ զատիկը եւ այրունի սրսկումը, որ առաջինեկներին սատակիչը չմոտենա նրանց, հավատքով անցան Կարմիր ծովն ինչպես ցամաքով, որի փորձն եգիպտացիներն անելիս խեղդվեցան, մարդիկ ուշադիր եղեք, հավատքով Երիկովի պարիսպները վայր ընկան, երբ որ 7 օր նրա շուրջը պտտեցին, հավատքով Ռախապ չկորավ անհավատների հետ, որ լրտեսներին ընդունել էր խաղաղությունով, եւ էլ ինչ ասեմ, որ ժամանակս բավական չէ, որ պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեպտայլի, Դավթի, Սամուելի ուրիշ մարգարեների համար, որոնք հավատքով թագավորություններին հաղթեցին, աշտարություն գործեցին, խոստմունքներ ստացան, այրուսների բերաններ խցկեցին, կրակի զորություն անցրին, սրի բերանից պրծան, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բնակարաններն փախցրին, կանայք իրանց մեռելներն ընդունեցին հարությունից, ուրիշներն էլ խիստ չարչարվեցան, ազատությունը չընդունելով։ Հասկանում ես դու սա, հույսի համար, հավատքի համար սիրելներ, որ լավագույն հարությանը հասնեն, մյուսներն էլ նախատինքների, ծեծերի, կապանքների, բանտի փորձն առան, քաշկոցվեցան, սղոցվեցան, փորձանքի մեջ ընկան, սրով սպանված մեռան, ոչխարի մոշտերով եւ այծի կոշիկներով ման եկան, կարոտություն քաշելով, նեղված, չարչարված, որ աշխարհ ասում է նրանց արժան չէր։ Սիրելիս, աշխարհը նրանց այս մարդկանց երբեք արժան չի եղել։ Անապատներումը մոլորվեցան եւ սարերումը եւ այրերումը եւ երկրի խորոչներումը եւ սրանք ամենքը հավատքով վկայություն առան, բայց խոստմունքը չընդունեցին։ Մենք ունենք այսօր խոստմունք, սրանք դեռ խոստմունք չունեին, սրանք մարդիկ էին դեռ հին ուխտի մեջ, սրանք մարդիկ էին նոր ուխտի մեջ սկզբնակ, որովհետև Աստված մեզ համար ավելի լավ բան նախապատրաստեց, որ նրանք առանց մեզ չկատարվեն։ Դու հիմա հասկանում ես,
Հասկանում ես, որ սիրելիս, եթե դու այսօր հավատացյալին ասում ես, ուղեղը լվացված, եթե դու այսօր այն հավատացյալին ասում ես, խորը գնացած, եթե դու այն մարդուն, ով որ Աստծո հիմքի եւ հույսի մեջ ապրում է եւ կռնդվում է խոսքով, եթե դու նրան քննադատում ես, բռնվիր, ուղղակի ձիգ բռնվիր, որ դու հասկանաս, որ այն տվյալ մարդը, ով որ անգամ եթե այս երկրի մեջ ազատությունը չվայելեց, չապրեց, այդ մարդը այսօր հավիտենական կյանքի մեջ ապրում է մեծ ազատություն։ Դու ուզում եմ, որ դու հասկանաս, երբ որ այն դու կորցնես, երբեք այն դու չես կարողանա գտնես, բայց հավատացյալ մարդը գտել է, հիշում ես անցած խոսքը, գտել է։ Եվ հավատացյալ մարդը երբեք այն չի կորցնի, որովհետև այն գտածի անունն է հույս, այն գտածի անունն է Քրիստոս Հիսուս, այն գտածի անունն է այն 1:99-ի մեջ, շեշտեմ, որպեսզի հիշես, եւ այս հույսով էլ ապրում ենք, ապրում է ամեն մի հավատացյալ։ Հասկանում ես, սա այնքան կարևոր է։ Այնքան կարևոր է, որպեսզի դու ձեռք բերես հույս, որ հույսի ներքո ձեռք բերես հավատք, այնքան կարևոր է, որ դու հավատաս, որպեսզի դու կարողանաս հավատաս այն միակ հույսին, ով որ քեզ համար թափեց Սուրբ Այրուն։ Նրա անունն է Հիսուս, մի մոռացիր։ Եվ միշտեր որ ես աղոթքի կգամ, ուզում եմ, որ այս երկի բարերը քեզ համար աղոթք դառնան։ Հույս ունեմ ձայնս ինձ ուղղակի կբավարարի երկրպագելու Տիրոջից եւս մեկ անգամ։ Դու ես հույսը, այո Տեր, քեզ վրա եմ դրել հույս, դու ես միակը, որին կարող ենք հավատալ և վստահել։ Քեզ եմ գալիս, սիրտս արջավ դադարակելու, խռոված անոյսը իմ օքին, և չեմ գտնում հանգստություն, հայրը խնդրում եմ սրտի սաղոտ ողորմած գտա ձեռքը ինձ մեկնիր, թող որ հոգիս մխիթարվի ոգեզանով, անցնեմ այդ ճամփաս քո մեծ սիրուն հավատալով, հայրը խնդրում եմ սրտի սաղոտ քալասիր, ողորմած գտա ձեռքը ինձ մեկնիր, թող որ հոգիս մխիթարվի ոգեզանով, անցնեմ ճամփաս քո մեծ սիրուն հավատալով, ես պարտված եմ առջևդ գալիս և մտքերն տանջում աքիս, թե արժան
կանչելու գահի դաշը ծանքի գալու բայց խավարտու սորապայրունը բարը խոսում և այդ այրան հավատքով ես քեզ եմ կանչում խնդրում եմ որ հոգիս լցնես կյանքիդ լույսով մխիթարվեմ ու միշտ ապրեմ քեզ հուսալով բայց կավորթու սուրբ այրոնը բարը խոսում և այդ այրան հավատքով ես քեզ եմ կանչում խնդրում եմ որ հոգիս լցնես կյանքիդ հույսով մխիթարվեմ ու միշտ ապրեմ քեզ հուսալով հայրը խնդրում եմ սրտիս աղոթքը լսիր քո ողորմած գթա ձեռքը ինձ մղիր թող որ հոգիս մխիթարվի ով քեզ անցնեմ ճամփաս քո մեծ սիրուն հավատալով Կանգնեք ոտքի սիրելներ Սիրելիս պատգամը Աստծո պատգամը ընդ քեզ Իմ պատգամը այն ինչ որ ես ամբողջ իմ հոգով տենչում եմ ապրում եմ շնչում եմ խոսում եմ երկրպագում եմ աղոթում եմ անում եմ ամեն մեկ բան հոգևորապես հոգով լեցված սուրբ հոգով ներշնչված մեկ բանի համար Այն հույսը, սիրելիս ես ունեմ, ես ուզում եմ, որ դու հիշես Աստվածաշնչից մեկ դեպք, որ Տերը ինձ հիշացնում է հիմա, հիշում եք, այն կույրը, երբ որ նստած էր գեղեցիկ դրանը, Քրիստոսից հետո էր այն, աշակերտները, երբ որ տաճար էին մտնում, ասում էին կույրը նստած էր գեղեցիկ դրանը, և երբ որ աշակերտներին տեսավ, Պետրոսին և Հովանեսին ակնկալում էր ինչ-որ մի ողորմություն և Պետրոս ասեց այն կույրին աչքդ հարի մեր վրա ոչինչ չունենք բայց ունենք այն ինչ ունենք և այն ինչ որ ունենք կարող ենք քեզ տալ նրա անունն է Հիսուս Քրիստոս վեր կաց և քայլիր Սիրելիս այսօր ուզում եմ ես տալ քեզ Հիսուս Քրիստոսին չեմ ասի քավլիցի որպես ինչ-որ մի իր այլ որպես ինչ-որ մի անձ որ փոխել են կյանքը և կփոխի նաև քո կյանքը ես ուզում եմ այսօր քեզ ասել չունեմ ոչինչ չունեմ գանձեր չունեմ հարստություն իմ հարստությունը այս ծառայության մեջ է բայց այն ինչը որ ունեմ Հիսուս Քրիստոսի անունով ուզում եմ այն քեզ տալ վեր կաց և քայլիր Հիսուս Քրիստոսի անունով ընդունիր այն հույսը որ քո ամբողջ կյանքի ժամանակ քեզ կուղեկցի քեզ հետ ճանապարհ կընկնի ամեն դժվար պահերին և կառաջնորդի հավատում եմ որ դու այն կվերցնես ինչպես այն կույրը վերցրեց և նրա աչքերը բացվեցին սիրելիս վերցրու հույսը վերցրու Քրիստոսին և քո աչքերը կբացվեն այն կույրը ֆիզիկական աչքերի խնդիր ուներ բայց դու այսօր հոգևոր կուրության մեջ դանդաղում ես տոչորվում ես դու հոգևոր կույր ես գիտես դու դա և երբ որ վերցնես այն հույսը վերցնես քեզ
անես քո անձնականը, այսպես գրկախառնվես նրա, այսպես։ Եվ դու կտեսնես անգամ Քրիստոսին չտեսած, դու կտեսնես նրա հրաշալի էությունը, ինչ է դու ուզում ես։ Մատերիա տեսնել, ոչ սիրելիս, նա քեզ ցույց կտա, թե որքան գեղեցիկ է Տերը, որքան հրաշալի է Տերը, որքան սքանչելի է ինքը Տերը։ Շնորհակալ եմ քեզանից իմ Տեր սքանչելի, հրաշալի, պատվելի, զորավոր, փառավոր, ինչ ասեմ, բառեր չունեմ Տեր Հիսուս, այնքան ախտունակ է իմ բերանը, այնքան աղքատ են այն բառեր արտաբերելուց, բայց դու չէ որ մարդկային սրտին ես նայում Տեր, ես չեմ ուզում հարուստ բառերով քեզ երկրպագել, ես ուզում եմ հարուստ հոգով քեզ երկրպագել Տեր, ես ուզում եմ որ իմ սիրտը լինի իմ էությունը քեզ երկրպագող, ոչ թե իմ բառերը Տեր, եւ դու այն տեսնում ես ամեն մարդկային սրտերի մեջ, դու տեսնում ես մարդու սիրտը, թե ինչպիսին է նա, եւ փոխիր Հայր Հիսուս, փոխիր նրանց ամեն մեկի սիրտը, որպեսզի կարողանան նրանք նշмарել եւ հասկանալ թե այս աշխարհից ինչ պիտի տանեն նրանք, եթե չունենան քեզ իրենց հետ տանելու։ Եղբայրս, քույրս հասկացիր։ Իսկ ինձ այսքան չի քարոզվել մարդիկ, այսքան խոսք ինձ չի քարոզվել։ Ես վերցրել եմ այս խոսքը եւ իմ քարոզիչն է եղել Տեր Հիսուսը, ժամերով, տարիներով, օրերով եւ հասկացել եմ առանց սրա ես կյանք չունեմ, իսկ դու եւ հույս ունեմ, որ Տեր Հիսուսը քո սրտի մեջ կդաջի այն, որ դու էլ առանց սրա կյանք չունես։ Այո, ինչ որ մեկը կարող է ասել Տիրոջը ամեն, ինչ որ մեկը կարող է հույսին ասել ամեն, մեծն ամեն բարձրաձայնել, կարող ես ասել ամեն, փառք ես իմ հույս, որ դու իմ մեջ ես բնակվում, փառք ես այն հույսը, որին որ ես դեռ չեմ տեսնում, բայց ժամանակը կգա, որ կտեսնեմ, իմ աչքերը նշмарելու են այն հույսին, տեսնելու եմ այն, կրակոտ աչքերը, այն աչքերը, որոնք միայն աչքերով պիտի խոսեն։ Շնորհակալ եմ Տեր, քեզ ամեն ժամանակ փառք, պատիվ, գոհություն եւ մեծություն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի անունով, ինչ որ մեկ